այսօր բացի Արցախի հանրապետության սահմանադրության կամ ֆեդերատիվի օրը լինելուց նաև աշխարհում նշվում է մարդու իրավունքների միջազգային օրը եւ ըստ էության այսօր Հայաստանում փախստականի կամ տեղահանվածի կարգավիճակ ունեցող արցախցիները հենց այդ միջազգային իրավունքով եւ միջազգային կոնվենցիաներով որոշված են մի շարք իրավունքներով եւ դրանց վերաբերյալ դրանց շուրջ կկառուցեն իմ այսօրվա զեկույցը։ Մինչ դա կուզենայի նաեւ նշել, որ ամեն դեպքում այս թեման մեկուսացված չէ վերադարձի թեմայից, որովհետեւ բոլորս էլ քաջ հասկանում ենք, որ առանց արցախցիների հավաքականության պահպանմանը Հայաստանի Հանրապետությունում վերադարձի մասին խոսակցությունները ժամանակի ընթացքում մարելու են, որովհետև պետք է լինի այն սուբյեկտը, լինեն մարդիկ, ովքեր որ պետք է կրողը լինեն այդ իրավունքի եւ առաջ մղողը։ Հետևաբար մեր բոլորի ջանքերը պետք է ուղղված լինի առաջին հերթին Հայաստանի Հանրապետությունում այլ հայրենիքում արցախցիների հավաքական ներկայության պահպանմանը։ Սոցիալ-տնտեսական իրավունքներ ասելով, հարգելի ներկաներ, ես կփորձեմ անդրադառնալ արցախցիների սոցիալական ապահովության, կրթության, առողջապահության, զբաղվածության եւ տնտեսական զարգացման հիմնահարցերին, թեման բավականին լայն է եւ կարելի է շատ երկար խոսել, մատնանշելով պրոբլեմները եւ առաջարկելով խնդիրներ, կփորձեմ հնարավորինս սահմանված ժամկետում տրամադրել հնարավորինս բովանդակային բարձրաձայնել բովանդակային հարցեր եւ մատնանշել մեր առաջնահերթությունները։ Երևի թե առաջինը հենց պետք է սկսենք սոցիալական ապահովության բաղադրիչից, որը ամենակարևորներից է մարդկանց կենսագործունեության կամ արժանապատիվ կյանքի ապահովման տեսանկյունից, պետք է արձանագրենք, որ եթե տեղանությունից հետո կարճաժամկետ սոցիալական ծրագրերը որոշակի սոցիալ-տնտեսական կայունություն ապահովում, ապա դրան հաջորդած քայլերը, մասնավորապես աջակցությունների ծավալի եւ շահառուների թվի կրճատումը խորացրել է տեղահանվածների սոցիալական ծառայությունը։ Այս հարցի շրջանակներում ամենակարևոր պրոբլեմը բնակարանների անկեղծության հարցի հասցեագրումն է։ Գիտեք, որ գոյություն ունի բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիր, որը ցավոք սրտի թեև բազմիցս եւ տարբեր հարթակներում բարձրաձայնել ենք, այդտեղ նաեւ մեր հայրենակիցների հետ ունեցել ենք հանրահավաքներ, իր այսօրվա դրույթներով եւ ձևով իզորու չի համապատասխանում տեղահանվածների բնակարանային կարիքների ապահովմանը։ Մի քանի տվյալներ որոշակի, որպեսզի պատկերը ավելի հասկանալի եւ ընկալելի լինի, թեև որոշակի բարելավների արդյունքում նկատվել է դիմելիության աճ, այնուամենայնիվ փաստորեն է, որ տեղահանությունից 2 տարի անց այդ ծրագրով բնակարան կարողացել է ձեռք բերել 25,000 տեղահանված ընտանիքներից ընդամենը 1,500-ը։ Նոյեմբերի 20-ի դրությամբ այդ հավաստագիր կոչվածից ստացել են 3,500 ընտանիք, որոնցից 1,500-ն է կարողացել իրացնել հավաստագիրը, ըստ էության բնակարանի ձեռք դառնալ, այսինքն կեցության հարցը լուծել։ Այստեղ ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ հավաստագիր ստացած եւ իրացրածների միջև եւս բավականին մեծ տարբերություն կա, եւ սա նշանակում է տալիս ենթադրելու, որ անգամ հավաստագիր ստանալուց հետո մարդիկ չեն կարողանում դրանք իրացնել եւ վերջնականապես լուծել կեցության հարցը։ Սա պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ այն համայնքներում, որտեղ հավաստագրի արժեքը մեծացել է, զուգահեռաբար աճել է նաեւ այդ բնակավայրերում անշարժ գույքի արժեքը։ Ինչը խոսում է այն մասին, որ այս նման ծրագրերով այս հարցը կարգավորել երևի թե անհնար է, որտեղ անընդհատ բարձրացնելով կբարձրանա նաև անշարժ գույքի եւ պետք է դիտարկել նաև որոշակի կառուցապատում իրականացնելով բնակարաններ կառուցելու եւ դրանք տեղահանվածների տրամադրելու հնարավորությունները։ Ցավալիորեն պետք է արձանագրեմ, որ առաջարկող ծրագրերը որևէ ձևով չեն խթանում կամ չեն աջակցում արցախցիների հավաքական բնակեցմանը, կոմպակտ բնակեցմանը, մեր էզնուղությամբ մեր պնդումներին եւ մեր առաջարկներին կառավարության կողմից պատասխան են չու, որ իրենք շահագրգիռ չեն արցախցիների գետոյացման հարցում, ինչը կարծում եմ հիմնազուրկ պնդում է, որովհետեւ հավաքական բնակվելը որևէ ձևով, հատկապես նույն ազգի ներկայացուցիչների շրջանում ապրել, որևէ ձևով գետոյացման չի կարող հանգեցնել։
Ծրագրով սահմանված քաղաքացիության պահանջը շարունակում է մնալ խոչընդոտներից, իրացման խոչընդոտներից մեկը, այնուամենայնիվ պետք է ասեմ, որ վերջին շրջանում քաղաքացիության դիմելության աճ ևս նկատվել է։ Նոյեմբերի 20-ի դրությամբ քաղաքացիության համար դիմել է 23107 տեղահանված անձ եւ 15500 տեղահանվածներ ստացել են քաղաքացիություն, եւս 7500 անչափահասներ ծնողների քաղաքացի դառնալու հանգամանքով պայմանավորված եւս ձեռք են բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Այս հարցում հանդիպող ամենամեծ խնդիրը կորսված փաստաթղթերի վերականգնման հարցն է եւ վերջին շրջանում այլ ներկայացուցիչություն գործող այդ համապատասխան իրավախորհրդատվության հնարավորությունը շուրջ արդեն 200-ից ավելի անձանց հնարավորություն է տվել ստանալ այդ աջակցություն նաև ներկայացուցչության միջոցով իրենց փաստաթղթերը վերականգնելու համար։ Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ամենամեծ դերություններից մեկը նաև փոքր կազմող ընտանիքների շահերի եւ նրանց համար կեցության հարցի կարգավորման անտեսումն է, որովհետեւ առաջարկվող ծրագրով որևէ ձևով հնարավոր չէ, որ տված գումարի ծավալով 1-ից 3 հոգանոց ընտանիքները կարողանան բնակարանի տեր դառնալ կամ որևէ ձևով լուծեն իրենց կեցության հարցը։ Այս հարցի հրատապության ընկալում կա նաև համապատասխան լիազոր մարմնի կողմից, կոնկրետ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից, բայց մինչ այժմ հստակ լուծում հարցին չի առաջարկվել, անընդհատ ինչ-որ առաջարկներ են հնչում սոցիալական բնակարանների ձևով եւ այլն, բայց գետնի վրա լուծումները բացակայում են։ Որոշակի մեղմելու համար վերջերս շրջանառության մեջ է տրվել փոքր կազմող ընտանիքների համար երկարաժամկետ վարձավճարի երկարաժամկետ մասնակի հատուցման բազմաթիվ պրոբլեմներ է պարունակում, օրինակ շեմը բաժնի անդամների համար սահմանում է այն, որ այս ծրագրից օգտվելու անձը այլևս ձեռքում հավաստագրի ծրագրի օգտվելու հնարավորությունից ևս այդում, ասենք 10 տարի վարձավճարի փոխհատուցում ստանալուց հետո մարդը ոչ ունենալու է սեփականության իրավունք, ոչ էլ ըստ էության 10 տարի հետո նորից պետք է պետությունը անդրադառնա այդ անձանց կեցության հարցի կարգավորման խնդրին։ Գործում է նաև հրատապ աջակցության ծրագիրը, որը թեև ընթացքի մեջ է, բայց բազմաթիվ ես էլ անձամբ ստանում եմ ահազանգեր, որ տեխնիկական մի շարք խնդիրների պատճառով անձինք չեն կարողանում օգտվել այդ ծրագրից։ Ամենամեծ խնդիրներից մեկը, որ սոցիալական իրացմանը խոչընդոտում է, շտեմարանների առկա տեղահանվածների շտեմարաններում առկա անճշտություններն են, փաստորեն պետք է արձանագրենք, որ տեղահանությունից 2 եւ ավել տարի անց դեռևս այդ շտեմարանները շտկված չեն, բազմաթիվ անձինք ուղղակի դուրս են մնացած այդ շտեմարաններից եւ չեն կարողանում իրացնել իրենց իրավունքները, թեև ձևավորվել է սոցիալնախարարությունում հատուկ հանձնաժողով այս մասով, բայց բարբերաբար ստանում ենք արձանագրել, որ հանձնաժողովը պահանջում է այնպիսի փաստաթղթեր, որոնք տեղահանվածները օբյեկտիվորեն են, այսինքն բազաների բացակայության պատճառով չեն կարողանում տրամադրել հանձնաժողովին։ Հետևաբար այս հարցը ևս հետագայում պետք է մշտապես ուշադրության կենտրոնում պահել։ Կենսաթոշակների առնչվող հարցերը շուրջ 30,000 կենսաթոշակ ունենք տեղահանված, թիվը որոշակի կարող է աճել ունեցել վերջին շրջանում։ Կենսաթոշակների ապահովման տեսանկյունից լրջագույն խնդիրներից մեկը, որ արձանագրվում էր ստաժերի հաստատման խնդիրներ, օրենսդրական որոշակի փոփոխության արդյունքում այժմ մեղմացել է այս խնդիրը, բայց հատկապես Արցախի մասնավոր հատվածում աշխատած անձանց պարագայում խնդիրը շարունակում է արդիական մնալ եւ լուծման միակ տարբերակը դատական ճանապարհն է։ Ինքը իր հետ բերում է եւ ժամանակի բավական երկար ժամանակ է պահանջում եւ նաեւ ֆինանսական ծախսեր է պահանջում տեղահանվածներից։ Սոցիալական բլոկի մասով այսքանն է ուզում ասել, բայց խոսենք նաև այլ իրավունքներից, սոցիալ-տնտեսական այլ իրավունքներից, կոնկրետ կրթական իրավունքից։ Այս առումով պետք է արձանագրենք, որ դպրոցական մակարդակում համարյա թե խնդիրները կարգավորված են, շուրջ 17,000 երեխաներ ներառված են Հայաստանի Հանրապետության հիմնական հանրակրթական ոլորտում, խնդիր կա նախադպրոցական կրթության հետ, տեղահանված երեխաների 60%-ը նախադպրոցական տարիքի չի հաճախում անկապարտեզներ, բայց սա այս խնդիրը համատարած է Հայաստանի Հանրապետության դեպքում եւ չի վերաբերում միայն տեղահանվածներին, իսկ այս խնդիրը Հայաստանում մշտապես առկա է։ Ուսանողների պարագայում գործում է կրթաթոշակի փոխհատուցման ծրագիր,
Թեև եղել է խոսքում, որ 2025-26 տարի ուսանողների ևս օգտվել են այդ ծրագրից, բայց մինչև այժմ կառավարության համապատասխան որոշում չկա, ինչի հետևանքով մեր ուսանողները զրկվել, այսինքն նրանց արգելվել է մասնակցել միջանկյալ քննություններին, միջանկյալ քննություններին չմասնակցելու անմիջապահանորեն ազդելու է նրանց առաջադիմության վրա, իսկ ծրագիրը սահմանում է առաջադիմության պահանջ 75% եւ ավել առաջադիմություն ունենալու դեպքում է, որ տեղանված ուսանողը կարողանում է օգտվել այս ծրագրից։ Հետևաբար, այստեղ եւս խնդիր կա, որ պետք է համապատասխան հասցեագրում ունենա։ Լուրջ խնդիր է նաեւ այն, որ ոչ պետական բուհական համակարգում ներառված ուսանողները այս ծրագրերից չեն օգտվում, մեր առաջարկներին իդեմ որևէ լուծում մինչև այժմ չի տրվել, այսինքն այն տեղանված ուսանողները, որոնք որ ոչ պետական բուհական համակարգում են, բայց ունեն բավականին բարձր առաջադիմություն, փաստացի չեն կարողանում ստանալ վարձավճարի փոխհատուցում։ Ուսանողների շրջանում կա իրազեկվածության լրջագույն խնդիր եւ այստեղ կարծում եմ անելիքներ ունենք ոչ միայն լիազոր մարմինը, այլ նաև մեզանից, այսինքն մարդիկ, ովքեր որ այս ոլորտում աշխատում են կամ որոշակի գործունեություն են ծավալում։ Առողջապահության համակարգի մասով կարող եմ ասել, որ երևի թե ինտեգրման տեսանկյունից, ներառման տեսանկյունից ամենահաջողվածներից մեկն է ի համեմատություն մյուս ոլորտների։ Արցախցիների համար հասանելի արտոնյալ պայմաններով առողջապահական ծրագրերը, այստեղ ունենք 80,000 տեղանված անձ, որոնք գրանցվել են առողջության առաջնային պահպանման հաստատություններում, պոլիկլինիկաներում եւ համապատասխան ուղեգրերով կարողանում են օգտվել արտոնյալ պայմաններով օգտվել բուժօգնությունից։ Շփոթեցնող մոտեցում այնուամենայնիվ կա, որովհետեւ թե գիտելիքի պակասի, թե այլ պատճառներով մեր քաղաքացիների տեղանվածներին երբեմն ասում են, որ ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո նրանք զրկվում են այդ առողջապահական անվճար բուժօգնությունից, ինչը իրականությանը չի համապատասխանում եւ պետք է նաեւ այս ուղղությամբ օգնել իրազեկել անձանց, որ նման խնդրեմ չպետք է որ առաջանա։ Խնդիր է նաև պետպատվերների հասանելիությունը, հատկապես տարվա վերջի ժամանակահատվածում այս խնդրին բազմաթիվ ահազանգումներ լինում են, որ դիմում են բուժհաստատություններ, բայց չեն կարողանում ուղեգրվել։ Եվ վերջին մասը զբաղվածության եւ տնտեսական զարգացման հնարավորությունները գրանցված ու մշտական զբաղվածություն ունեցող տեղահանվածների թիվը տատանվում է 23-ից 25,000-ի շրջանակներում, սա այս թիվը եւս որոշակի ընդհանուր փոփոխությունների է ենթարկվում։ Արկա տվյալների վերլուծության համաձայն միջին աշխատավարձը տեղահանվածների շրջանում կազմում է 150,000 դրամ, ի համեմատություն նշեմ, որ Հայաստանի Հանրապետության ընդհանուրը կազմում է 280-300,000 դրամ, այսինքն ընդհանուրից համարյա թե կրկնակի տեղահանվածներ ավելի քիչ են վճարում։ Սրա պատճառը ոչ թե այն է, որ տեղահանված են դրա համար են քիչ վճարում, այլ համալրել են այն հաստիկները, որոնք որ ցածր վարձատրվող են։ Զբաղվածության պետական ծրագրից օգտվել է, եթե չեմ սխալվում, վերջին թվով 3500 անձ։ Այս ծրագրի ձախողված լինելու հանգամանքը խոստովանել եւ ընդունել են նաեւ լիազոր մարմնի ներկայացուցիչները, սակայն մինչ այժմ փոխարինող ոչինչ չի առաջարկվել։ Բացակայում է պետական համակարգված քաղաքականություն տեղահանվածներին վերապատրաստելու եւ աշխատաշուկայում ինտեգրելու ուղղությամբ, բացակայում է կապը բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի եւ զբաղվածության հնարավորությունների միջեւ։ Տնտեսական զարգացման հնարավորությունների տեսանկյունից նշեմ, որ էլի բացակայում է քաղաքականություն, անգամ չկա վիճակագրություն, օրինակ չեմ կարող ներկայացնել վիճակագրություն, թե Արցախում գործարարությամբ կամ օրինակ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող անձանցից քանիսն են վերականգնել իրենց գործունեությունը այստեղ, որովհետեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը այս ուղղությամբ որևէ վիճակագրություն չի վարում։ Հետևաբար նաեւ սա խոսում է այն մասին, որ հարցը պատշաճ ուշադրության չի արժանանում։ Հայաստանի Հանրապետությունում գործող տնտեսական զարգացման ծրագրերը թեև ֆորմալ առումով հասանելի են տեղահանվածների համար, սակայն գործնականում հանդիպող բազմաթիվ խնդիրների պատճառով, օրինակ վարկունակության խնդիր, սև ցուցակներում ներառված լինելու խնդիր բանկերի կողմից եւ այլ տեխնիկական եւ ոչ տեխնիկական բազմաթիվ խնդիրների պատճառով անհասանելի են տեղահանվածների համար։